Աշոտ Հակոբյան, Առավոտորաթերթ, երկու հարց եւ մեկ հորդոր։ Պարոն Նիկողոսյանը ասաց, որ Երանի կտար, որպեսզի Հայաստանը ունենար ակումբներ մեր լեգենդար ֆուտբոլիստների անուններով։ Հերիկ Մխիթարյանի անվան ակումբ ուզում եք ստեղծել թե ոչ, կամ դրա համար դուք ձեզ երջանիկ կզգաք թե չէ, եւ հարց Արմեն Մելիքբեկյանին, դի անդրադառնանք նորից Վրաստանի հետ Չարաբաստիկ խաղին։ Տրիբունայից, կառավարական տրիբունայից դուք վարչապետի հետ հետևում եք այդ հանդիպումներին։ Այդ պարտությունից հետո ձեր եւ վարչապետի հետ միջև որևէ խոսակցություն եղել է, անմիջապես հետո կամ ընդհանրապես Երևան վերադառնալուց հետո։ Վերլուծել եք այդ պարտությունը կամ ինչ-որ բան պահանջել է վարչապետը ձեզանից։ Ինչ-որ բան պահանջել է եւ հորդորս միանգամից էլ ասեմ։ Պարզապես կհորդորեմ, որպեսզի լրատվամիջոցների հետ շփվելու դուք եք ձեր խոսքերի մեջ մի քիչ զուսպ լինեք, ստում եք, սուտ եք ասում, մանիպուլյացիա, լրագրողը չի ստում, սուտ չի ասում, մանիպուլյացիա չի անում։ Նա բարձրացնում է հարց, որը իրան է հետաքրքրում կամ հանրության մեջ այդ հարցը շրջանառվում է։ Ուրեմն բարի եղեք, նորմալ պատասխանել առանց որակումների։ Ես անկեղծ ասած շատ որակումներ այսօր լսեցի, բայց անդրադառնանք։ Կներեք շատ ու քչի մասին չի խոսում։ Շատ կարճ ասեմ, ոչ վարչապետը ինձ ոչինչ չի ասել, խաղից հետո շատ կարճ շփում է եղել, եւ վարչապետը ինձ ոչինչ չի ասել։ Եթե թույլ տաք, ակումբի մասին չէր խոսում, ֆուտբոլի դպրոցի մասին էր խոսում, պարոն Նիկողոսյանը, բայց ես ասեմ, որ իհարկե շատ մեծ ուրախությամբ դեռևս գործող ֆուտբոլիստ է Հենրիկ Մխիթարյանը, բայց ես իհարկե շատ մեծ ուրախությամբ կուզեի եւ նաեւ ամեն ինչ կանեմ հետագայում, երբ արդեն կարողանալու որ Հենրիկ Մխիթարյանի անունով դպրոց լինի։ Եվ պարոն Նիկողոսյանը երբ խոսում էր հանրահայտ ֆուտբոլիստների մասին, ես վստահ եմ, որ Հենրիկ Մխիթարյանը դրանից դուրս չէր։ Հենրիկ Մխիթարյանը անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է, հա, մեր 33 տարվա եւ բնականաբար նաեւ խոսքը Հենրիկ Մխիթարյանի մասին էր եւ այս ոչ մի այլ կարծիք լինել չի կարող։ Ես Հիմա ուրեմն նախ շատ վատ կներեք ու շատ վատ բառերով եք ասում եւ բնականաբար վարչապետը չէր կարող կող լինել ես երբեք ջիպերով չեմ շրջում մեկ դա ֆեդերացիայի նախկին նախագահի չէ, դա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մեքենան է, Audi չի, Jeep չի, բացարձակ, ինչ կլաս է, նույն մեքենան է, որը նախկին ֆեդերացիայի ղեկավարները օգտագործում, ինչ է ուզում եք, գլխավոր քարտուղարիներ, ուզում եք վաճառենք նոր մեքենա առնենք, փորձում ենք մասնական մեքենան, ես սառողական չունեմ։ Ուրեմն շատ հանգիստ կանգնած դա ձեր գնահատականն է։ Ուրեմն ես 1985 թվականն եմ առաջին անգամ Հրազդան ստադիոն գնացել։ Ես հայկական ֆուտբոլի մեծ երկրպագու եմ, ի տարբերություն շատերի ես եղել եմ Հայաստանի հավաքականի տնային գրեթե բոլոր խաղերին, Հայաստանի հավաքականի պարտությունը ոչ որպես ֆեդերացիայի նախագահ։ Իմ համար ամեն անգամ երրակի քառակի ավելի մեծ ցավ է, քան որևէ մարդու համար։ Եվ դա եղել է մշտապես, անկախ նրանից ես աշխատել եմ ֆեդերացիայում, չեմ աշխատել ֆեդերացիայում։ Յուրաքանչյուր անգամ եւ Հայաստանի հավաքականը իմ չաշխատած ժամանակա մինչ իմ ֆեդերացիա գալը պարտվել է խոշոր հաշվով, ես երբևէ չեմ փորձել ինչ որ կերպ ցեղ շպրտել ֆեդերացիայի վրա, այլ փորձել եմ հասկանալ,
որպես լրագրող փորձել ինչ որ բան ասել, վերլուծել եւ այլն։ Եվ հիմա անընդհատ խոսել այդ իրավիճակի մասին, դուք ասացիք, չէ՞ որ ես իմ հրաժարակամսին տհաճությամբ եմ լսում։ Բացարձակապես ես շատ ավելի տհաճությամբ եմ անընդհատ լսում, որտեղ իմ պատասխանատվությունը նորից եւ նորից այդ հարցը գալիս է, որովհետեւ ես դա վերապրում եմ։ Ես արդեն ասացի, եթե դուք ուզում եք, որ ես դա նորից վերապրեմ, ամեն օր դա տեղի ունենա, որովհետեւ Եվ դուք կրադոնասն նախարարի հետ եք, որով երևի ֆուտբոլի շատ չի հասկանում, այդ պարտությունը շատ ակնհայտ է։ Առողջապահության նախարարը ԿՊ-ի պատգամավորները շատերն էին, ողքին նստած, եւ ես ուղղակի նայում էի այդ դեմքի արտահայտությունը չեք փոխում։ դուք այդտեղ եք նստած իրոք։ Եվ այդ քննարկումները մի քիչ տրամաբանական չէ, մի քիչ էլի, որ կարող էին վարչապետի եւ ձեր միջև տեղի ունենալ, մանավանդ դուք քին ծանոթներ եք էլի։ Կարելի է այդքան անկեղծ ուսումներ որը դատարկել։ Որտեղ։ Որևէ հանգամանքում։ Ուզը կառավարության շենքում հետո եթե դառներ ապրիլները Չէ, ես ասացի, որ ես այո շփվել եմ, ինձ վարչապետը։ Ես հասկացա ակնարկը դրա համար ասացի ոչինչ չի ասել, մենք շփվել ենք բնականաբար, ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարը իդեպ շատ լավ ֆուտբոլից հասկանում է եւ եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, 1 տարվա ընթացքում շատ լավ ֆուտբոլից հասկանում է իդեպ եւ ես նորից չկրկնեմ այն ամեն ինչ ինչ ասեցի, ես հասկացա ինչ էր հարցնում լրագրողը եւ ես այդ հարցին պատասխանեցի։ Խնդրեմ։ Ձեր հարցը։ New Day Անի Գևորգյան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հարց ուղղվեց, բայց դուք դեռևս 2022 թվականին ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ